Ես Հայկն եմ, Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքից եմ, Պտղավան գյուղից։ Արդեն 4 տարի կլինի ապրում եմ Երևանում, ուսանող եմ, սովորում եմ Երևանի պետական համալսարանում, հանրային կառավարում բաժնի 4-րդ կուրսում արդեն, այս տարի ավարտում եմ։ Աշխատում եմ, չնայած որ երիտասարդները լավ երիտասարդներ ենք, այսպես ասած, բայց չունենք հնարավորություն մեզ ինքնադրսևորելու, սահմանափակվում էր դպրոցի շրջանակներում, դասաժամերից դուրս ինչ-որ խմբակների այցելելով, բայց մեծ հաշվով չունենք մեր կարողությունները զարգացնելու և դրանց հիմքի վրա ինչ-որ փոփոխություններ կատարելու հնարավորություն։ Իմ կյանքը, այսպես ասած, բաժանվում է մինչև Կաթիլ և Կաթիլից հետո։ Մինչև դա ես չգիտեի, թե ինչպես կարող եմ ներգրավել օրինակ համայնքային խնդիրների լուծմանը։ Չգիտեի, որ ես կարող եմ իմ մասնակցություն ունենալ մեծ հաշվով համայնքում իմ ձայնը լսելի դարձնել։ Երբ որ արդեն Կաթիլը եկավ մեր դպրոց, առաջի դասընթացներից հետո ես արդեն որոշակի բազա ստացա, թե ինչպես կարող եմ ինձ հետագայում դրսևորել, և դա ինձ ավելի մոտիվացրեց, և ես սկսեցի ավելի շատ հետաքրքրվել նմանատիպ դասընթացներով, Կաթիլի գլխավորությամբ և ՄԱԿ-ի հայկական ասոցիացիայի գլխավորությամբ։ Գիտելիքների բազա կուտակեցի, կարողությունների զարգացումներ դասընթացներ մասնակցեցի և արդեն որոշակի գիտելիքների վրա հիմնված փորձեցի արդեն իմ մասնակցություն ունենալ համայնքում։ Մենք եղել ենք սկիզբը, երբ որ երիտասարդները փորձել են որևէ փոփոխություններ կատարել համայնքում, իմ երազանքն է, նպատակը երազանքն է գյուղում ունենալ իմ ներդրումը, գյուղում, համայնքում, մարզում ունենալ իմ ներդրումը և դրանով պայմանավորված է հենց իմ մասնագիտության ընտրությունը հանրային կառավարում, և ես ավելի շատ փորձում եմ ուշադրության կենտրոնում պահել տեղական ինքնակառավարումը, համայնքի զարգացումը և մտածում եմ, որ ուսումն ավարտելուց հետո, եթե ոչ անմիջապես, ապա որոշ ժամանակ անց ես փորձեմ նաև ինձ դրսևորել գյուղում կամ տեղական ինքնակառավարման մարմիններում իմ ներկայացվածությամբ կամ հասարակական կազմակերպությունների միջոցով, բայց ներդրումը անպայման ես որոշել եմ, որ պետք է ունենամ իմ համայնքում։ Այսպիսի մի հայտնի խոսք կա, որ երիտասարդները մեր ապագան են, ես համակարծիք լինելով դրա հետ, ուզում եմ ավելացնել նաև կամ ինչ-որ չափով ձևափոխել այն, որ մենք երիտասարդներս մեր համայնքի ապագան ենք և այդ ապագան սկսվում է հենց հաջորդ վայրկյանից, և եթե ցանկանում ենք ունենալ լավ ապագա, պետք է հենց սկսենք գործել հաջորդ վայրկյանից։